Հրապարակը գրում է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու ու անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխելու լուրերին 3 կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում ու անցած շաբաթ հերթական դեպքն է եղել, բայց Նայիրի ԲԿ-ի աշխատակազմից թերթը տեղեկացել է վերջին ամիսներին շաբաթը 2 անգամ նա այցելում է բժշկական կենտրոն, վերականգնվող սիստեմաներ ընդունում։ Հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կատվածահար է լինում, կարելի է ասել դադարեցվում է, մինչև VIP պացիենտին չեն սպասարկում ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։ Ժողովուրդը գրում է, իրեն հայտնի է դարձել, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ-ի խորհրդակցական սենյակում լուրջ քննարկումներ են ավելին, թերթին հասած լուրերի համաձայն մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն եւ այս առումով պետք է օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները եւս լսեն, որ ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնի։ Ուշագրավ է, որ ՍԴ-ն ողջ կազմով չի քննարկում այդ օրենքի սահմանադրության համապատասխանության հարցը, թերթը պարզել է, որ Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել, ՍԴ-ն որոշել է, որ Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաև նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ եւ իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն կապված վեճի էության հետ, գրում է թերթը։ Հրապարակում կարդում են Գյումրու ավագանու առաջին նիստը կկայանա ապրիլի 16-ին, այդ օրը քաղաքապետ են ընտրելու 2 թեկնածու է առաջադրվելու Կոմունիստական կուսակցությունից Վարդան Ղուկասյան եւ ՔՊ-ից Սարիկ Մինասյան։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը, անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են նրան սատարելու մասին, ՔՊ-ն թեև չունի բավարար մանդատներ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին 33 մանդատ ունի, համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա 17 ձայն, եթե որևէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության երկրորդ փուլ կլինի։ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը 8, Մարտուն Գրիգորյանը 6, Ռուբեն Մխիթարյանը 3, Կարեն Սիմոնյանը 2։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները արդյունք կտան։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև կանցկացվի երկրորդ փուլ, ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացածը։ Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ, եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։ Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է, անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն ազգանունն է նշվում, գրում է թերթը։ Ժողովրդում կարդում ենք ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել։ Օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքների ներկայացումը։ Թերթի աղբյուրը փոխանցում է, այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այնինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել ջուր ծեծոցի է ու առավել ճիշտ կլինի այս պահին սկսենք քննարկել իշխանության ներսի ամենակարևոր կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը ու քննել հենց նրա հարցը։ Փաշինյանը որևէ կերպ ընթացք չի տվել եւ որևէ ձևով չի արձագանքել հայտարարությանը։ Թերթը նշում է, ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի Տիգրան Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվում, կարծես թե Փաշինյանը նպատակ ունի լրջորեն զբաղվել նրանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու ու Փաշինյանը ցանկանում է ավինյանական թևին չեզոքացնել։ Հրապարակում էլ կարդում ենք ՔՊ-ական կանանց գունդը Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորել։ Դիմումն անցած շաբաթ է հանձնվել ազգային ժողովին, Քոչարյանի ու լրագրող Ռիփսի Մեջեբեջյանի միջադեպից փորձում են օգտվել ՔՊ-ական որոշ կանայք, հատկապես Քրիստինե Պողոսյանը, որը ասում են չի մարսում Քոչարյանի իրեն արված դիտողությունները ոչ պատշաճ հագուստով խորհրդարան գալու վերաբերյալ։
վերաբերյալ։ Պողոսյանը մենակ չէ, ԿՊԱ-կան բոլոր կանայք այս կամ այն չափով արժանացել են Քոչարյանի անտակտ դիտողություններին ու ուզում են նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորվի, անգամ նրան զրկեն աժենիստերին մասնակցելու իրավունքից, հետո գուցե այդ հիմքով մանդատից, գրում է թերթը։